Նա պատրաստվում է նվեր տալ իր սիրած աղջկան, երբ չարանենք դպրոցական խուլիգանը խլում է այն եւ նետում սառցակալած լճի վրա, այն պահին, երբ նա զսպում է իր հպարտությունն ու վերցնում ձնեգունդը, սառույցն հանկարծակի ճաքում է նրա ոտքերի տակ։ Սառցե ջուրը վայրկյանական կլանում է նրան, որքան էլ նա տանջվում է, գլխավերևում գտնվող սառույցը կտրում է փրկության ցանկացած հույս, մահվան շեմին արթնանում է նրա գերբնական ուժը եւ ջուրն իր հետ վերցնելով, նա տեղափոխվում է ուղիղ դպրոցի գրադարան։ Շրջապատում բոլորը ապշահար նայում են։ Նույնքան շփոթված, որքան նրանք, նա արագ ոտքի է կանգնում եւ դողալով գնում տուն, գլուխը կախ, նրա ալկոհոլիկ հայրը տեսնում է նրան թաց եւ ողորմելի վիճակում, բայց չնչին մտահոգություն ցուցաբերելու փոխարեն, նա կատաղած հրամայում է նրան ծնկի գալ եւ չորացնել հատակը, այն պահին, երբ հայրը բացում է դուռը, նա տեղափոխվում է հետ ուղիղ գրադարան, իսկ թռիչքն օդում ալիքներ է թողնում, այդ ժամանակ Դեվիդը վերջապես հասկանում է, որ կարող է արթնացրած լինել անհավանական մի գերբնական ուժ։ Նա սկսում է գաղտնի մարզել իր տեղափոխումը, սկզբում դա քաոս է, նա ընդհանրապես չի կարողանում վերահսկել հեռավորությունը։ Բայց մշտական մարզումների շնորհիվ նա շուտով կարողանում է ճշգրիտ թռչել ցանկացած վայր, որը գտնվում է տեսադաշտում։ Հետո մի օր ամսագրում Empire State Building-ը տեսնելը հիշեցնում է մանկության հուշ, մոր հետ այնտեղ կատարած ճանապարհորդության մասին։ Նա փաստացի կտրում է հարյուրավոր մղոններ, ուղիղ դեպի Empire State Building-ի գագաթը։ Պարզվում է, ուր էլ որ ձգտի նրա սիրտը, նա կարող է այնտեղ լինել աչքի թարթումով։ Այդ պահին Դեվիդը գիտակցում է, որ իր կյանքը պատրաստվում է հավերժ փոխվել։ Նրա մայրը հեռացել էր, երբ նա փոքր էր, զզված հոր սարսափելի բնավորությունից։ Այժմ նա վճռական է ընդմիշտ փախչել այս տնից, նույնիսկ եթե դա նշանակում է հետևում թողնել իր առաջին սերը, միակ լավ հիշողությունը, որ նա ունի այս փոքր քաղաքից։ David! Նորեկ լինելով Նյու Յորքում, նա էժան բնակարան է վարձակալում, բայց շուտով բախվում է լուրջ խնդրի։ Նրա խնայողությունները գրեթե սպառվել են, եւ քանի որ նա անչափահաս է, նրան ոչոք աշխատանքի չի ընդունի։ Առանց ելքի մնալով Դեվիդը մտածում է կանխիկ դրամ ստանալու ամենաարագ ճանապարհի մասին։ Բանկի դրսում կանգնած, նա շարունակում է ինքն իրեն տրամադրել։ Նա ձևացնում է, թե սանհանգույցի կարիք ունի, ուստի պահակը նրան տանում է ուղիղ դրամապահոցի կողքով, եւ դրամապահոցի դռան փակվելուց առաջ եղած մի քանի վայրկյանում նա հիշողության մեջ դրոշմում է ներսի յուրաքանչյուր դետալ։ Այդ գիշեր, երբ ամեն ինչ պատրաստ է, նա պատկերացնում է դրամապահոցը ճիշտ այնպես, ինչպես հիշել էր, եւ անասելիորեն տեղափոխվում է ուղիղ ներս։ Մի քանի կապոց կանխիկ դրամ պարկի մեջ դնելուց հետո նա հասկանում է, որ մեծ խնդիր կա, նրան ավելի մեծ պայուսակ է պետք, ուստի նա հետ է թռչում, շուրջը նայում եւ վերցնում է իր սավանը, որպես պարկ օգտագործելու համար։ Շուտով նրա փոքրիկ բնակարանը պատված է կանխիկ դրամով, չափազանց ուրախացած Դեվիդը պարկում է փողի ծովի վրա, եւ նրա փայլուն նոր կյանքը արդեն սկսվում է։ Տարիներ անց իր ուժի շնորհիվ Դեվիդն ապրում է Նյու Յորքի կենտրոնի շքեղ պենթհաուսում, այն լի է բարձրակարգ մեքենաներով եւ դիզայներական ժամացույցներով, նա նույնիսկ ունի հատուկ պահեստասենյակ լցված ամբողջ աշխարհի կանխիկ դրամով, պարզապես զվարճանքի համար, այժմ Դեվիդը լիովին տիրապետում է տեղափոխմանը։ Երբ նա մտնում է նախասրահ, անձրևանոցը ձեռքին, դռնապանը հիշեցնում է նրան, որ այսօր անձրև չկա, Դեվիդը պարզապես բազմանշանակ շփտում է։ Եվ հետո նա հազարավոր մղոններ հեռու է բազմած Լոնդոնի Բիգ Բենի գագաթին, անձրևանոցը բացված, վայելում է գիշերային հիանալի տեսարանը։ Լոնդոնը 5 ժամով առաջ է Նյու Յորքից, նա մտնում է անկյունային բար, եւ իր այդ բարեհամբույր տեսքով հեշտությամբ հմայում է մի գեղեցիկ կնոջ։ Վերադառնալով իր բնակարան, նա պատից պատահականորեն վերցնում է մի լուսանկար, մեկ վայրկյան նա սերֆինգ է անում Խաղաղ օվկիանոսում, հաջորդ վայրկյանին նստած է Սֆինքսի վրա, առանց մտահոգության թեյ ըմպելով արևի տակ, նա կարծում է, որ կյանքն այսքան քաղցր կմնա հավերժ, մինչև մի օր տուն հասնելու պահին նկատում է, որ ինչ-որ մեկը եղել է իր սեղանի մոտ։ Don't run. 8 years we've been looking for you. Այս մարդը, ով իրեն անվանում է շեֆ, ակնհայտորեն վատ լուր է։ Դեվիդը փորձում է ցույց տալ նրան դուռը, մոռանալով, որ այն բացվում է դեպի դուրս։ You need some help with that? Been a while since you used a door, huh? Շեֆն անցնում է բուն նյութին, նա աչք է ունեցել Դեվիդի վրա, այն առաջին իսկ բանկի թալանից ի վեր նա տարիներ է ծախսել, որսալով նրա նման տեղափոխվողներին։ This conversation's over. This conversation's not over. Tell me, who's helping you? Դեվիդը փորձում է թռչել լուսանկարի օգնությամբ, բայց այդ բարձր լարման էլեկտրաշոկերը անհնար է դարձնում կենտրոնանալը երկար հեռավորության թռիչքի համար։ 1,000 volts of electricity pass through your brain, huh? Նա Դեվիդին հետ է նետում առաջին հարկ, նրա բարձր տեխնոլոգիական ծողն ակնթարթորեն երկարում է մալուխի։ Նա մոտենում է քայլ առ քայլ, այժմ Դեվիդն այլևս ոչ այլ ինչ է, քան նրա զոհը։ Վճռորոշ պահին Դեվիդը դիմում է հուսահատ քայլի եւ թռչում է իր տան դրամապահոց, պայքարելով հոսանքի մորմոքող ցավի դեմ։
Նա կտրում է մալուխը ոտքից, արագ փաթեթավորում է որոշակի կանխիկ դրամ, եւ շեֆի ներս խուժելուց մի վայրկյան առաջ նա թռչում է այն վայրը, որը ամենախորն է դրոշմված իր հիշողության մեջ։ Իր մանկության տունը։ Ավելի քան 1 տասնամյակ հեռու լինելուց հետո, աղմուկը լսելով, հայրը աղաչում է Դեվիդին մնալ։ Այն պահից ի վեր, երբ Դեվիդը հեռացավ առանց մի բառ ասելու, հայրը կարծես թողել է խմելը։ It's okay. You can come home anytime you want. Բայց Դեվիդը դեռ պահելով հին վերքերը նորից ընտրում է փախչելը եւ թռչում է հեռու։ Նա հայտնվում է այն բարում, որտեղ աշխատում է իր առաջին սերը։ Նայելով այդ դեռևս գեղեցիկ կերպարին, նա համակվում է հույզերի ալիքով, աղջիկը, ով մի ժամանակ երազում էր ճանապարհորդել աշխարհով մեկ, այժմ խրված է փոքր քաղաքի բարում սպասարկելու մեջ, պարզապես ապրուստ վաստակելու համար։ Նա փորձում է անկատելի հեռանալ, բայց դպրոցական հին խուլիգանը ճանաչում է նրան։ Չցանկանալով ոչ մի նեղություն, Դեվիդը փորձում է սառնասիրտ ձևանալ։ I'm not this David. Millie? Hi. You were gonna leave without saying anything? Sorry, I didn't see you. No? Weren't you just up there staring at me for the past 45 minutes? Տեսնելով, որ երկուսը վերականգնում են իրենց հին սերը, խուլիգանը խմիչքից դրդված, սկսում է անհանգստացնել Միլիին, նպատակ ունենալով նվաստացնել Դեվիդին, ճիշտ ինչպես հին օրերում։ Ամբողջի դրդմամբ Դեվիդը դեմ առ դեմ բախվում է նրա հետ եւ խուլիգանին ուղարկում է մի շատ հատուկ տեղ։ Մինչ խուլիգանը ուշքի է գալիս, նա փակված է բանկի դրամապահոցում։ Տեսնելով Դեվիդի վերահայտնվելը, խուճապի մատնված Միլին շտապում է ստուգել նրա վնասվածքները, բոլորովին չանհանգստանալով, թե ուր գնաց խուլիգանը, ջերմությունը լցնում է նրա սիրտը։ Այս երկու մանկության սիրահարները գաղտնի զգացմունքներ են ունեցել միմյանց հանդեպ ամբողջ ընթացքում։ Նրանց վերամիավորումը նման է կայծի, եւ Դեվիդը որոշում է դադարել թաքցնել իր զգացածը։ Was thinking of maybe checking out Rome actually. You were thinking of checking out Rome? Come on, you know that was my dream. Don't try to rip me off, okay? So come with me. So come with you? You're asking me to go to Rome? I mean only if you want to skip the boring parts. Բայց Միլին երբեք սա չէր սպասում։ Դեվիդը նրան տանում է առաջին կարգով։ Ժամանելուն պես սպասում է մասնավոր մեքենա, եւ նույնիսկ 5 աստղանի հյուրանոցի նախագահական համար։ Միլին հետաքրքիր է, թե ինչով է զբաղվել Դեվիդը այս բոլոր տարիներին։ Դեվիդը պարզապես անտեսում է դա ասելով, որ ինքը սովորական բանկային ծառայողից ավելին չէ։ Նրա մանկության սիրելին պատված է առեղծվածով, բայց սիրահարված կինը կարողանում է աչք փակել շատ բաների վրա, եւ հենց այդ գիշեր երկուսը վերջապես զույգ են դառնում։ Առավոտյան Դեվիդը ցանկանում է իրականացնել Միլիի մանկության երազանքը՝ այցելություն Հռոմի Կոլիզեի։ Բայց բախտի բերմամբ այն փակ է տեխնիկական սպասարկման համար, ուստի նա պարզապես տեղափոխվում է ներս եւ բացում է աշխատակազմի մուտքը, նրան տալով մասնավոր շրջեց ամբողջ վայրով, բայց հենց այն պահին, երբ Դեվիդը պատճառաբանություն է գտնում հեռանալու համար եւ պատրաստվում է բացել վերջին դուռը, մի գանգրահեր տղամարդ հանկարծակի կանգնեցնում է նրան, ծաղրելով նրան Ռոմեո խաղալու համարձակություն ունենալու համար։ Դեվիդը պատասխաններ է ուզում։ Did you think you were the only one? Պարզվում է, որ այս գանգրահեր տղան նույնպես տեղափոխվող է։ Նա երկար ժամանակ հետևում է Դեվիդին Լոնդոնի այդ բարում։ Նրա առաջին սիրո բարում, եւ հիմա այս ուղևորությունը Հռոմ, այն ցուցադրական ձևը, որով Դեվիդը օգտագործում է իր ուժը, նրա աչքերում ոչ այլ ինչ է, քան վտանգի կանչ։ But they've noticed. Այս երկուսը ակնհայտորեն պատկանում են նույն կազմակերպությանը, ինչ շեֆը, գանգրահերը արագ է արձագանքում, բայց Դեվիդը, կես քայլ դանդաղ լինելով, բռնվում է մալուխով։ Welcome to the war. Գանգրահերի տեղափոխման հմտությունները ակնհայտորեն լրիվ ուրիշ մակարդակի վրա են, հայտնվելով եւ անհայտանալով տարածության մեջ, նա կարճ ժամանակում տապալում է երկու որսորդներին։ Who are these people? Paladins. Paladins kill jumpers. I kill paladins. Class dismissed. Այս բոլոր տարիներին Դեվիդը երբեք վտանգի նշույլ չի զգացել, անելով այն ամենը, ինչ ցանկանում էր ոչ ոքի հաշվետու չլինելով, նա կարծում էր, թե ինքն այս աշխարհի գլխավոր հերոսն է։ Տեղափոխվելը նրան տալիս էր բացարձակ ազատություն, եւ նա տրվում էր դրա բերած յուրաքանչյուր հաճույքին, երբեք չսովորելով ցածր պրոֆիլ պահպանել, բայց հիմա, գանգրահերի եւ որսորդների հայտնվելով, նա վերջապես հասկանում է, որ աշխարհն այնքան պարզ չէ, որքան նա պատկերացնում էր, իմանալով, որ նա լուրջ նեղության մեջ է եւ Միլին դրանից հեռու պահելու համար, նա որոշում է հետաձգել սերը եւ նախ լուծել ճգնաժամը։ I can't get on this flight with you, Millie. This is as far as we go together. Հետևելով թռիչքի հետքին, նա գտնում է գանգրահերին, ով կարծես ի սկզբանե տեսել էր Դեվիդի գալը։ Նա նկատում է, որ Դեվիդի այսքան երկար ողջ մնալը հրաշքից պակաս չէ։ Paladins have been killing jumpers for years. We're back since medieval times. Նրանց նման տեղափոխվողները պիտակավորված են որպես հայհոյողներ, ովքեր գողացել են միայն Աստծո համար նախատեսված ուժը, եւ պալադինները գոյություն ունեն այդ սխալը ուղղելու համար։ Յուրաքանչյուր պալադին կրոնական մոլերանդ է, համոզված, որ անում է Աստծո գործը, նրանց բոլորին առաջնորդում է այն մարդը, ով իրեն անվանում է շեֆ, զինված իրենց հետևման համակարգով եւ բարձր տեխնոլոգիական զենքերի արսենալով, որոնք ստեղծված են տեղափոխվողներին հակազդելու համար, ինչը նրանց թույլ է տալիս որսալ տեղափոխվողներին ամբողջ աշխարհում, ներառյալ նրանց ընտանիքները։
Look, they're smart. They're fast, they're organized. No matter what, they'll kill anyone that gets in their way. Like your family, their friends, their little girlfriend you're traipsing around Rome with you. They're dead. All of them. Սա լսելով Դեվիդը սարսափելի զգացողություն է ունենում։ Նա թռչում է ուղիղ իր մանկության տունը։ Տունը լրիվ լռության մեջ է, հայրը պառկած է հատակին, հազիվ շնչելով։ Somebody get them out! Now! Դեվիդը գրեթե չէր տեսել հոր սերը, բայց ի վերջո հայրը միակ ընտանիքն էր, որ նա թողել էր աշխարհում։ Նույնիսկ ամենավերջում նրանց միջև կանգնած էր միայն մեկ դուռ, եւ նա հրաժարվեց բացել այն։ Այժմ նրա հայրը հեռացել է իր պատճառով։ Դեվիդը նորից փնտրում է գանգրահերին, ցանկանալով միավորվել եւ տապալել շեֆին։ Բայց գանգրահերը Դեվիդին համարում է նորեկ, ով միայն կդանդաղեցնի իրեն։ Նրան հռոմում փրկելը պարզապես անցողիկ բան էր։ Դրանով գանգրահերը թռչում է հեռու, հրաժարվելով հանձնվել Դեվիդին։ Բռնում է թռիչքի հետքից եւ հետևում է նրան, իջնելով Տոկիոյի փողոցներում, տեսնելով, որ Դեվիդը հետ չի մնում, գանգրահերը լռելայն ընդունում են նրան։ Ճշմարտությունն այն է, որ հենց սկզբից նա փրկել էր Դեվիդին, որովհետեւ գործընկեր էր փնտրում։ Նա Դեվիդին տանում է ցուցադրական մեքենայի մոտ, պատրաստ ցույց տալու, թե ինչ կարող է անել իրենց ուժը իրականում։ Might want to hold on, son. Գանգրահերը նրան ասում է, որ 2 տոննանոց մեքենայով թռչելը երեխայի խաղ է։ Նա նույնիսկ տեսել է մի քանի իրական հրեշների, ովքեր կարող էին ամբողջ շենքը տեղափոխել հեռու։ Նրանք սլանում են ցերեկից դեպի գիշեր։ Եվ այսքան մեծ տեսարանը անպայման կգրավի պալադինների ուշադրությունը։ Շեֆին տապալելու համար երկուսը բաժանվում են։ Գանգրահերը գնում է զենքեր հավաքելու։ Մինչ Դեվիդը գնում է Միլիի տուն։ Նա պետք է լուծի այս վերջին չլուծված հարցը, բայց Միլին ակնհայտորեն դեռ նեղացած է Դեվիդի, նրան անսպասելիորեն թողնելուց, առանց բացատրելու ժամանակ ունենալու, նա պարզապես ցույց է տալիս նրան իր ուժը։ Millie, I'm sorry. Միլին սարսափած է։ Բայց շեֆը եւ նրա մարդիկ արդեն գտել են նրան, առանց նրան հանգստացնելու ժամանակի, Դեվիդը նրան տեղափոխում է ուղիղ գանգրահերի գաղտնի ապաստարանը, բայց այն պահին, երբ նրանք գնում են, շեֆը եւ նրա անձնակազմը ներս են խուժում, նա հանում է փոշեցիրը, ուղում է դատարկ օդին, հետո հանում է բարձր տեխնոլոգիական հետևող սարքը, սեղմում է կոճակը եւ օդը սկսում է ալիքվել։ Շեֆը եւ նրա մարդիկ ներս են խուժում ուղիղ ճեղքի միջով, բռնելով երկուսին ապաստարանում լիովին անակնկալի եկած։ Դեվիդը սեղմված է բարձր լարման մալուխներով, անկարող շարժվել, ժամանակ շահելով, շեֆը հանում է իր զենքը, պատրաստ վերջ տալու Դեվիդին ընդմիշտ, բախտաբար, գանգրահերը հայտնվում է ճիշտ ժամանակին, հրամետը ձեռքին։ Շեֆին արձագանքելու ժամանակ չտալով, գանգրահերը շարունակում է թռչել։ Շեֆը հազիվ է ոտքի կանգնում հատակից, երբ գանգրահերը գցում է երկհարկանի ավտոբուսը ուղիղ Տոկիոյից։ Մինչ շեֆը կկարողանա ընկալել քայլերի այս հորցանուտը, գանգրահերը նորից բարձրացնում է հրամետը, նրան հետ մղելով դեպի բնակարան։ Հենց այն պահին, երբ վտանգը թվում է անցած, շեֆը բարձր լարման պարան է արձակում ճեղքի միջով եւ Միլին հետ է քաշում։ Դեվիդը ներս է նետվում նրա հետևից, առանց երկրորդ մտքի, բայց դա ճիշտ այն թակարդն է, որը լարել է շեֆը։ Ակնթարթորեն տեղադրված մալուխները կապում են նրան ոտքից գլուխ։ Այն, ինչ շեֆը երբեք չէր սպասում, այն է, որ այդ ամբողջ լարման հարվածի տակ Դեվիդը բացում է ավելի մեծ ուժ։ Միլիի ամբողջ շենքը տեղափոխվում է ամբողջությամբ լճի մեջտեղը, իսկ հետո դպրոցի գրադարան։ Տեսնելով շեֆին քաշված ընթացքի մեջ, Դեվիդը բռնում է նրան եւ թռչում է դեպի անհայտություն, մեծ կանյոն, թողնելով նրան այնտեղ ինքնուրույն գլուխ անելու։ Ճգնաժամի ավարտից հետո առնվազն առայժմ Դեվիդը տանում է իր ընկերուհուն աշխարհը տեսնելու, ոչ մի ինքնաթիռ, գնաց կամ մեքենա նրա համար չի պահանջվում։ Դեվիդի մտածելակերպը գերբնական ուժ ստանալուց հետո թերևս շատ նման է նրան, ինչ մեզանից շատերը կունենային։ Առաջին բանը, որ անցնում է մտքովը, թերևս աշխարհը փրկելը չէ։ Դա կամ ցածր պրոֆիլ պահելն ու ուժեղանալն է, կամ նախ ինքդ քեզ լավություն անելը։ Սկզբում նա ապրում էր զուտ հաճույքի համար, նա փախավ իր փոքր քաղաքից, փախավ յուրաքանչյուր պատասխանատվությունից, մոլորված բացարձակ ազատության եւ շքեղության մեջ, որն ապահովում էր իր ուժը, երբեք չարերեսվելով իր անցյալին, երբեք չպլանավորելով իր ապագան, ոչ ոքի հանդեպ պարտքի զգացում չունենալով, նրա ուժը ծառայում էր ոչ այլ ինչի, քան իր ցանկություններին, բայց երբ նա հասկացավ, որ ինքն այս աշխարհի գլխավոր հերոսը չէ, ճգնաժամը ստիպեց նրան մեծանալ։ Հոր հեռանալը, Միլին փրկելու կյանքի կամ մահվան կռիվը, այս ամենից հետո նա վստահաբար այլևս այն եսասեր երեխան չէ, որը միայն վազում էր հաճույքի հետևից եւ փախչում պատասխանատվությունից։ Այսպիսով, ահա մի հարց. Եթե դու կարողանայիր տեղափոխվել, ինչպես կօգտագործեիր դա։